Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 22 Նա է կառուցելու Տիրոջ տաճարը և փառք է ստանալու։ Զաքարիա 6:13 Քրիստոսը սեփական ձեռքերով է կառուցում իր հոգևոր տաճարը։ Նա այն ստեղծում է անդավաճան սիրո, ամենակարող շնորհքի և անբասիր ճշմարտության շողշողուն բարձունքների վրա։ Ինչպես Սողոմոնի տաճարը կառուցման ժամանակ, այնպես էլ Հիսուս Քրիստոսի համար տաճարի կառուցման նպատակով անհրաժեշտ է պատրաստել շինարարական նյութեր։ Լիբանանյան մայրիները, որոնց բույրը Տիրոջ ընտան բնակիչներին ուրախացնելու է դրախտում, դեռ տապալված չեն, հղկված չեն, սղոցված չեն տախտակներին։ Դեռ քարհանքում են այն քարերը, որոնք հարկավոր է հանել, մշակել, պատրաստել շարելու համար։ Բայց դա արդեն անձամբ Քրիստոսի գործն է։ Նա սեփական ձեռքերով ավարտին կհասցնի նախապատրաստական աշխատանքը։ Կվերջնամշակի, կհղկի յուրաքանչյուր հավատացյալի և նրա համար տեղ կպատրաստի տաճարի պատերի մեջ։ Տառապանքները չեն սրբացնում մարդուն, եթե դրանք չի ուղարկել Տերը։ Մեր աղոթքներն ու ջանքերը մեզ չեն պատրաստի երկնքի համար, եթե Հիսուսը մեզանում նոր սրտեր չստեղծի։ Սողոմոնի համար տաճարի շինարարության ժամանակ մուրճի կամ տապարի և կամ մի ուրիշ երկաթյա գործիքի ձայն չէր լսվում տան մեջ, քանի որ ամեն բան նախօրոք պատշաճ կերպով նախապատրաստված էր, որպեսզի այնտեղ զբաղեցներ իր տեղը։ Նույնը վերաբերվում է նաև այն տաճարին, որ կառուցում է Քրիստոսը։ Ամբողջ նախապատրաստական աշխատանքը կատարվում է երկրի վրա։ Երբ մենք հասնենք երկինք, մեզ հարկավոր չի լինի ոչ մի սրբացում։ Մեզ կարիք չի լինի ոչ վշտերով հղկել, ոչ տառապանքներով ողորկել։ Այդ ամենի մասին Քրիստոսը նախօրոք հոգ է տարել այստեղ։ Երբ նա ավարտի այդ գործը, նրա հոգատար ձեռքը մեզ կանցկացնի մահվան հեղեղատով և կհասցնի երկրային Երուսաղեմ, որտեղ մենք հավիտենական սյուներ կլինենք մեր Տիրոջ տաճարում։ Տաճարն է կառուցում հրաշափառ, նա, ով մեռավ փառքով հարյավ, որ շողշողա այն ինչպես վառ արև ճերմակ ամպերի վրանի վերև։